Բարև ձեզ, ուղիղ հեռարձակման իր աշխատանքն է սկսում մեդիա կենտրոնը եւ այսօրվա մեր քննարկման թեման է բռնությունը զինված ուժերում պետության պատասխանատվությունը։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյան եւ իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյան, նախ շնորհակալություն մեր հրավերին արձագանքելու համար։ Ասեմ, որ քննարկմանը մասնակցելու հրավեր էին ուղարկել նաեւ քննչական կոմիտե եւ գլխավոր դատախազություն, քննչական կոմիտեից այդպես էլ օրենքով սահմանված ժամկետում չստացան արձագանք, գլխավոր դատախազությունը իր զբաղվածությունը մատնացույց անելով նշեց, որ չի կարող մասնակցել մեր քննարկմանը եւ առաջարկեց օգտվել զինդատախազության վիճակագրությունից։ Հարգելի գործընկերներ, արդեն հարցերս ուղղեմ ձեզ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ճեպազրույցներից մեկում անդրադառնալով զինված ուժերում ինքնասպանությունների խնդրին արձանագրեց, մեջբերում եմ, ինքնասպանություն գործելու որոշումը վկայում է, որ հոգեբանական դիմակայունության հետ կապված խնդիր ունենք բանակում, մեջբերման ավարտ։ Ձեր կարծիքով սա իրավիճակի արձանագրում է, թե պետության պատասխանատվությունը զինծառայողների հոգեբանական դիմակայունության վրա դնելը։ Տիկին Մելիքյան, ձեզնից սկսենք, համեցեք։ Շատ բարի, շնորհակալություն հարցի համար։ Ըստ էության մեր հետազոտությունները փաստում են, որ ինքնասպանության դեպքերը շարունակաբար ամեն տարի արձանագրվում են եւ պատճառների ուսումնասիրություն գուցե խորքային պատշաճ պետական մարմինների կողմից չի իրականացվում, որովհետև հակառակ դեպքում մենք կտեսնեինք համապատասխան ռազմավարության մշակում, դրա կանխարգելման ուղղված պատասխանության ենթարկելու շատ ավելի ակտիվ ջանքեր կտեսնեինք, հաշվի առնելով, որ օրինակ գործերի միայն գրեթե կեսն է ընդամենը հասնում դատարան, մնացածով անգամ օրինակ 20 թվից ունենք ինքնասպանության դեպքեր, որոնք դեռևս քննության փուլում են, այսինքն 5-6 տարի դեռևս քննությունը շարունակվում է, ավելին արդյունքում ենթադրյալ մեղավոր անձինք պատասխանատվությունից կազատվեն, որտեղ վաղեմության ժամկետը կլրանա եւ ըստ էության մենք արդյունավետ քննություն չենք իրականացնի։ Պետությունը ունի հստակ պարտավորություն իր հսկողության ներքո գտնվող անձանց կյանքի իրավունքը ապահովելու։ Զինված ուժերում ծառայող անձինք, հատկապես ժամկետային զինծառայողները անմիջապես գտնվում են պետության պատասխանատվության ներքո եւ անձանց հոգեբանական դիմակայունության վրա հիմնական շեշտադրում անելը ակնհայտորեն չի պարզաբանում կամ հնարավորություն է ստեղծում պետությանը խուսափել իր պատասխանատվությունից, որովհետև ինքնասպանության դեպքերի ուսումնասիրությունը իրականում հենց այն ինցիդենտները, որոնք որ հանգեցրել են ինքնասպանությանը, փաստում են, որ իրավիճակը, որի արդյունքում անձը որոշում է կայացրել կամ դրդվել է ինքնասպանություն գործելուն, տևական ժամանակ է տեղի ունենում, այսինքն նվաստացումները այդ բռնությունը, որի արդյունքում անձը այլևս չի դիմանում եւ որոշում են, որ դա միակ լուծումն է այդ իրավիճակում, այսինքն ակնհայտ է, որ հատկապես որոշ դեպքերում, որոնք արդեն դատարան են հասել եւ շատ հստակ արդեն պատասխանատվության հարցը քննարկվել եւ վկաներին են ցուցմունք տվել, ակնհայտ է, որ ոչ միայն բռնարարներն են կամ այն անձինք, որոնք որ հասցրել են ինքնասպանության իրավիճակին տիրապետում, այլ համաձայնագետները, հրամանատարությունը որոշ դեպքերում, բայց հանդուրժում են այդ իրավիճակը, այսինքն անգործություն են որոշ դեպքերում ցուցաբերում կանխելուն։ Որոշ դեպքերում դա պայմանավորված է ստեղծված կամ գործող ոչ ֆորմալ կանոնների լույսի ներքո ինչ որ վարքագծի, օրինակ քնող, չէ, օրինակ ասենք, եթե մարտական հերթապահություն է իրականացնում անձը, բայց քնում է, ասենք, ենթադրվում է, որ այդ անձը արժանի է համապատասխան վերաբերմունքի, այդ բռնության, ստորացման եւ այլն, եւ համաձայնագետները եւ հրամանատարությունը արդյունքում չի միջամտում կանխելու նման վերաբերմունքը, ոչ էլ այլ քայլեր է ձեռնարկում հասկանալու կամ փոխելու այդ վարքագիծը, արդյունքում որոշ դեպքերում ունենք արձանագրված դեպքեր, որ հենց այդ պատճառով էլ թիրախավորվել է անձը եւ արդյունքում ինքնասպանություն է գործել։ Շնորհակալություն։ Զինվորական դատախազության տվյալներով 2025 թվականի ընթացքում զինված ուժերում եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք 2024 թվականի 2093-ի համեմատ։
Մտահոգիչ է զինված ուժերում ինքնասպանությունների վիճակագրությունը 2020 թվականից այս կողմ շուրջ 40 դեպք։ Տիկին Կարապետյան, ՄԻՊ 2025 թվականի տարեկան զեկույցում եւս զինված ուժերում մարդու իրավունքների հարցը համարվում է շարունակական խնդիրներով լի ոլորտ։ Պիտի խնդրեմ ներկայացնեք այն խնդիրները, որոնք արձանագրվել են տարեկան զեկույցում եւ որոնց առերեսվել է ՄԻՊ-ը։ Համեցեք։ Ներողություն եմ խնդրում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նշեմ, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը պաշտպանի գործունեության առաջնահերթ ուղղություններից է եւ առանձնահատուկ կարեւորության ուղղություններից է։ Նշեմ, որ 2025 թվականի զեկույցը, պաշտպանի զեկույցը հաղորդումը փաստում է, որ ոլորտում արկա խնդիրները հիմնականում պահպանվում են, չնայած իրավասու մարմինների հետ մեր արդյունավետ համագործակցությանը։ Նշեմ, որ 2025 թվականի պաշտպանի տարեկան հաղորդմամբ արված առաջարկների զգալի մասը կատարված է եւ մի մասը գտնվում է կատարման փուլում, այսինքն ընթացքում է կատարման, բայց չնայած այս ցուցանիշին կան խնդիրներ համակարգային, որոնք արձանագրվել են նաեւ 2025 թվականին։ Դրանք հիմնականում վերաբերում են առողջության պահպանման իրավունքի ապահովման հետ կապված հարցերին։ Պաշտպանի աշխատակազմ ստացված շուրջ 900 բողոքներից 144-ը վերաբերել են հենց այս խնդրին։ Խնդիրների մեծ մասը Ներեցեք 900 բողոքը ինչ ժամկետում, ինչ ժամանակահատվածում է եղել, հետաքրքիր։ 2025 թվականի ամբողջ, այո։ Խնդիրների մի մասը վերաբերել են կարգապահական տույժերի հետ կապված հարցերին, բողոքներ են ստացվել նաև առողջության իրավունքի պահպանումը նշեցի, բայց ուզում եմ առանձնացնել հոգեկան առողջության պահպանման հետ կապված խնդիրները, որոնք եւս բավականին մեծ թիվ են կազմել։ Համակարգային խնդիրներից են կադրային համալրվածության պակասը, օրինակ հոգեբանների եւ սպա իրավաբանների հաստիկների թերի համալրվածության հարցը եւ այլ խնդիրներ։ Նշեմ, որ հարցի հետ կապված արդյոք հոգեբանական գործոնը կարևորվում է, այո, կարևորվում է եւ դա համակարգային խնդիրներից մեկն է թերևս, որով պայմանավորված էլ պաշտպանը անընդհատ տարեստարի շեշտում է հոգեբանների եւ սպա իրավաբանների հաստիկների համալրման կարևորությունը, անհրաժեշտությունը։ Շնորհակալություն, ամեն դեպքում կարող է հոգեբանական դիմակայունությունը դիտվել որպես անհատական պատասխանատվություն, երբ խոսքը փակ եւ մեծ հաշվով հիերարխիկ համակարգի մասին է, Տիկին Մելիքյան։ Նախորդ հարցին պատասխանելիս էլ նշեցի, երևի նորից կրկնեմ, ըստ էության, նայեք, համալրելով նաև նախորդ բանախոսի ասածը, երբ որ մենք ունենք ժամկետային զինծառայողների հավաքագրման փուլ եւ գնահատվում են առողջական եւ ֆիզիկական եւ հոգեկան առողջության վիճակը, ըստ էության համապատասխանաբար վերջին տարիներին հատկապես ընդլայնվել են, այն հիմքերը կամ հակառակը նվազեցվել են, նեղացվել են այն հիմքերը, որոնք թույլ չեն տալիս զինակոչել, զորակոչել բանակ եւ ըստ էության անձինք արդեն բանակ հավաքագրվում են, զորակոչվում են կոնկրետ խնդիրներով եւ փոխանակ այդ խնդիրները պատշաճ արձագանք եւ գուցե գնահատական ստանան այդ թվում ռիսկերի կառավարման տեսանկյունից, այսինքն չհասցնելու ինչ որ խնդիրների, որոնք որ արձանագրվում են, կարծես թե պատշաճ արձագանք եւ աշխատանք չի տարվում, ավելին, եթե հրամանատարությունը նկատում է, որ որոշ զինծառայողներ ունեն խնդիրներ կամ կարգապահության կամ առողջական վիճակով պայմանավորված, օրինակ նախորդ անգամ, մեջբերված դեպքը, երբ որ չեն կարող անքուն երկար ժամանակ մնալ, ասենք դիրքում եւ այլն, դրանով գուցե եւ վտանգում են համաձայնակ ոչ միայն իրենց, այլ համաձայնակիցներին, քանի որ մարտական հերթապահության մասին է խոսքը գնում եւ այլն, բայց ըստ էության փոխանակ փորձենք հասկանանք ինչն է հանգեցնում այդ խնդիրներին եւ փորձենք
այդ խնդիրները լուծել կամ կանխել, ըստ էության հանդուրժվում է վատ վերաբերմունք եւ ոչ ֆորմալ դաստիարակչական մեթոդները, այսինքն կարգապահության փոխարեն մենք տեսնում ենք բռնություն, նվաստացում, որը ընդհանուր առմամբ հանդուրժվում է։ Ավելին իրականում սա միակ պատճառը կամ դեպքը չէ, որովհետեւ ունենք նաեւ ինքնասպանության դեպքեր, որոնք արձանագրվել են պայմանագրային զինծառայողների շրջանում, այսինքն միայն ժամկետայիններ չեն, որ ազատ կամքի արտահայտումը կամ իերարխիկ հարաբերություններում իրենց տեղը թույլ չի տալիս նաև թողնել, հա, այդ վայրը, որտեղ որ ըստ էության բռնության կամ վատ վերաբերմունքի են ենթարկվում, անգամ պայմանագրային ծառայողներ, որոնք կարող են շատ ավելի ազատ գործել եւ անհրաժեշտության դեպքում գուցե միջնորդել, որպեսզի տեղանքը փոխվի կամ խնդիր բարձրաձայնվեն, դա էլ չի խրախուսվում, այսինքն խնդիրների բարձրաձայնումը ըստ էության նույնպես դատապարտելի է ոչ ֆորմալ այդ կանոնների տեսանկյունից եւ փաստացի ընթացքում միջամտություն տեղի չի ունենում եւ մենք արդեն գործ ունենք հետևանքների հետ, իսկ հոգեբանական խնդիրների առումով նաև պետք է նշել, որ այո, թերևս մի կողմից մենք ունենք հայտարարություններ, որ լուրջ պայքար է վարվում ոչ ֆորմալ այդ կանոնների, այդ թվում նաև ենթամշակույթի ներթափանցման դեմ եւ այդ կանոնների կիրառման դեմ, մյուս կողմից փաստացի արձանագրում ենք եւ ես խոսում եմ իրականում հիմնականում այն դեպքերի մասին, որոնք արդեն հասել են դատարան եւ բավականին շատ դեպքեր դեռևս քննության փուլում են եւ չեն հասել, իսկ պատճառները դեռևս գուցե միջև վերջ հայտնի չեն, բայց այն դեպքերը, որոնք հասել են դատարան, արդեն բացահայտվել են եւ կա վճիռ, այսինքն հաստատվել են այդ հանգամանքները, վկայում են նրա մասին, որ շատ ժամանակ եւ հրամանատարությունը եւ ժամկետային զինծառայողները, այսինքն այդ ենթակայության հարաբերություններում առաջնորդվում են ոչ թե կարգապահական կամ կանոնագրքային, հա, ասենք նորմերով, այլ այդ ենթամշակույթով եւ արդյունքում ստեղծվում է լարվածություն, ստեղծվում են իրավիճակներ, կիրառվում է բռնություն որոշ դեպքերում, որը կարող է անգամ հանգեցնել մահվան դեպքերի, այսինքն եւ պաշտպանության նախարարը եւ գլխավոր դատախազը վերջերս նշեցին որպես դրական արձանագրում, որ 25 թվականին չի արձանագրվել սպանության դեպք, հա, զինված ուժերում, այսինքն համաձայնագիտների կողմից, այո, այդպես է, որտեղ նախորդ տարիներին մենք ունենք նաեւ սպանության դեպքեր։ Մյուս կողմից սա չպետք է թերագնահատենք այն իմաստով, որ շատ ժամանակ որոշ դեպքեր չեն ավարտվում սպանությամբ միայն բախտի բերմամբ, այսինքն մահափորձը փաստացի արվում է կամ այնպիսի վարքագիծ է դրսևորվում, որը կարող է հանգեցնել մահվան, ուղղակի կամ վիրավորումը ժամանակին, այսինքն բուժում են, կամ ասենք վրիպում է զենք գործադրած անձը եւ այլն, բայց ըստ էության անգամ նման դրվագներ շարունակաբար արձանագրվում են, բայց դրանց սկզբնապատճառները պետք է պատշաճ ուսումնասիրվեն եւ մեզ համար մտահոգիչ է, որ քննչական կոմիտեն, դատախազությունը արձանագրում են, ասենք, դեպքեր կամ ինչ-որ միտումներ, բայց խորքային վերլուծություն այդ դեպքերի պատճառների վերաբերյալ համենայն դեպս հրապարակային չենք տեսել, իսկ հրապարակային պատասխաններում դատախազությունը վերահաստատել է, որ այդ հիմքերի պատճառների հետազոտություն չեն իրականացնում։ Ու ըստ էության ստացվում է, որ կանխարգելիչ աշխատանքը թերի է մնում, որովհետև միայն պատժելով չէ, որ ասենք խնդիրը պետք է լուծվի, այլ պետք է կանխարգելենք համապատասխան վարքագիծը։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան, հաշվի առնելով, որ 2020-25 թվականներին արձանագրվել է շուրջ 40 ինքնասպանության դեպք, միայն եւ դրանց միայն մի մասով են գործերը հասել դատարան, իսկ դատական տեղեկատվությունը սահմանափակ է, ինչպես է գնահատում ՄԻՊ-ը քննության արդյունավետությունը։ Նախ ցանկանում եմ նշել բանակում զինված ուժերում զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի բռնության դեպքերի կյանքի իրավունքի երաշխավորման եւ խաղաղ պայմաններում մահվան դեպքերի կանխարգելման ուղղությամբ պաշտպանը ինչ գործողություններ է իրականում մի շարք ուղղություններով ենք աշխատում, այդ թվում այցելում ենք տարբեր զինվորական հաստատություններ, ռազմական ոստիկանության բաժիններ, զորամասեր եւ այլն, առաջարկներ ենք ներկայացնում կանխարգելման ուղղությամբ իրավասու մարմիններին, ի թիվս այլնի նաև բացի ստացված բողոքներից պաշտպանի նախաձեռնությամբ սկսվում են քննարկման ընթացակարգեր։ Յուրաքանչյուր դեպքով գրությունը պարզաբանումների պահանջով գրություններ են ուղարկում իրավասու մարմիններին եւ պետք է նշեմ համագործակցությունը բավականին արդյունավետ է այս մասով, թե գլխավոր դատախազության հետ, թե պաշտպանության նախարարության հետ, բայց պաշտպանի գնահատմամբ որոշ դեպքերում քննությունը բավարար չէ։
Պաշտպանը նշում է, որ յուրաքանչյուր ցանկացած դեպքում պետք է իրականացվի պատշաճ օբյեկտիվ քննություն, որպեսզի ոչ միայն որպեսզի բացահայտվեն դեպքի բոլոր հանգամանքները, բացի այդ պաշտպանը կարևորում է նաև մահվան եւ ինքնավնասման դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգի մշակումը եւ այս տարի եւս հանդես է եկել այդ հայեցակարգի մշակման եւ իրականացման առաջարկով։ Շնորհակալություն։ Տիկին Մելիքյան, նշեցիք, որ խոսում ենք այս մար, սակայն սկզբնապատճառների խնդիրը այդպես էլ բաց է մնում։ Ընդունված է ասել, որ բանակը հասարակության հայելին է եւ կարող ենք հասարակության մեջ տիրող բարքերը ուղիղ պրոյեկտել բանակի վրա, թե այդպիսով թույլատնում ենք պետության պարտավորվածությունը, պարտականությունը զինվորների կյանքի իրավունքի հանդեպ։ Նախ պետք է նշել, որ թեև սպանության դեպք չի արձանագրվել, բայց մահվան դեպքեր արձանագրվել են այդ թվում նաև 25 թվականին եւ տարեց տարի արձանագրվում են, որոնց պատճառները տարբեր են եւ առողջական վիճակի արդյունքում եւ ինքնասպանության դեպքերը շարունակաբար արձանագրվում են կամ վթարներ, պատահարներ եւ այլն։ Այսինքն սա ամեն պատճառով բնականաբար ես միանում եմ Տիկին Կարապետյանի ասածին, որ պետք է պատշաճ քննություն իրականացվի եւ բարձվեն պատճառները եւ եթե հնարավոր է դա կանխել մեղավորների պատասխանության հարցը պետք է մշտապես քննարկվի, որովհետև միայն սպանության կամ ինքնասպանության դեպքում չէ, որ կան մեղավորներ եւ կյանքի իրավունքի ապահովումը այսպես թե այնպես ողջ ընթացքում է պետության վրա մնում այդ պարտավորությունը ծառայության ընթացքում, հա, հատկապես ժամկետային ծառայողների դեպքում, որոնք որ ազատ կամքի արտահայտությամբ չեն հայտնվել զինված ուժերի, այլ զորակոչվել են։ Մյուս կողմից պետք է նշեմ նաև, որ մենք խնդիր ենք տեսնում ըստ էության արդյունավետ քննության չիրականացման համատեքստում, որովհետև ինչպես նշեցի, ունենք ինքնասպանության դեպքեր, որոնք քննվում են 5 տարուց ավելի եւ վաղամության ժամկետի խնդիր կարող առաջանա եւ մեղավորները պատասխանատվությունից խուսափեն։ Ավելին, բոլոր այն գործերով, որոնք անգամ հասել են դատարան, դրանք շուրջ կեսն են, հա, ասենք այդ հարուցված գործերից, պատասխանատվության ենթարկվում են անմիջապես այդ բռնություն կամ նվաստացում գործադրած անձինք ու մենք չենք տեսել, որ հրամանատարության այդ անգործության հարցն է քննարկում, որը կրկին շատ կարևոր է, որովհետև ամեն մեկը ունի իր պատասխանատվության լուման, բնականաբար ամեն մակարդակում, իսկ մենք խոսում ենք հիերարխիկ հարաբերությունների մասին, ինչպես նշեցիք։ Եվ անդրադառնալով ձեր այդ պնդմանը, որ հասարակության հայելին է եւ այլն, ըստ էության այո, զտված խումբ է, այսինքն կոնկրետ իրականում փակ համակարգ է հիերարխիկ, որտեղ այն բոլոր հարաբերությունները կամ բարքերը, որոնք հասարակությունում արկա են, շատ ավելի խտացված ձևով են արկա ըստ էության, հատկապես հաշվի առնելով հիերարխիկ հարաբերությունների արկայությունը։ Եվ հենց այնտեղ է, որ եթե մենք տեսնում ենք ոչ շատ միջամտություն կանխարգելման ուղղված, մենք ունենում ենք նման դեպքեր ու այստեղ պետության պատասխանատվությունը շատ ավելին է, քան ազատության մեջ, այսպես ասած, գտնվող, հա, սովորական պայմաններում գտնվող անձանց կյանքի իրավունքի ապահովման առումով։ Ուստի Կրկին անդրադառնալով այդ ձեր բացման խոսքին, հա, վարչապետի պնդմանը, որ ունենք խնդիր հոգեբանական դիմակայության հետ, սա իրապես պետության պատասխանատվությունը գցելու ինչ որ բարձաբանում է, որովհետև անկախ նրանից թե անձը ունի հոգեբանական դիմակայության, բոլորս էլ տարբեր բնավորություններ ունենք եւ բնականաբար դիմականության տարբեր աստիճան, բայց մյուս կողմից, եթե մենք տեսնում ենք, թե որ պայմաններում են անձինք դիմում այդ միջոցառում, այսինքն այդ ելքին, այդ միջոցին, ակնհայտ երևում է, որ դրա նախորդող հարաբերությունների ոչ ֆորմալ, հա, հարաբերությունների արկայության մասին է վկայում, այսինքն բռնության, հոգեբանական նվաստացման, ճնշման եւ այլն։ Այսինքն անձը չպիտի, մենք չպիտի չափենք, այսինչ անձը դիմացել է նվաստացմանը, ինքնասպանություն չի գործել, ինքը դիմակայունն է, շատ լավ է, իսկ այն մյուսը չի դիմացել, ուրեմն ինքն է մեղավոր, որ չի դիմացել։ Այսինքն այստեղ առաջնային խնդիրը այն է, որ թե ինչ է հանգեցրել այդ իրավիճակին։ Մենք չենք խոսում ուղղակի, չգիտեմ, ընտանիքից հեռու գտնվելու եւ տխրելու արդյունքում դեպրեսիայի արկայության, չգիտեմ, պատճառներով, հա, ինքնասպանություն գործելուն։ Մենք չենք խոսում նրա մասին, որ, չգիտեմ, սնունդը կամ ռեժիմը ինչ որ խնդրահարույց անձը չի դիմանում, դրա համար է ինքնասպանություն գործում։ Մենք հստակ խոսում ենք իրոք վատ վերաբերմունքի, խոշտանգման, բռնության արդյունքում ինքնասպանության դեպքերի։ Շնորհակալություն, բանակը մեր հասարակությունում տասնամյակներով այսպես
փակ թեմա է եղել, շատ զգայուն թեմա է եղել եւ ցանկացած մատնանշում, որ բանակում այսպիսի կամ այնպիսի խնդիր կա, պետությունը շատ սուր է արձագանքել, որ մտնում եք միտեղ, որտեղ պետք չի, պետական գաղտնիք այլ այլն, բայց հաշվի առնելով այն սպանությունները, թե նախորդ տարի չի եղել ինքնասպանություն եւ այլն, նաեւ ազնվությունը պահանջում է ասել, որ բանակում կա եւ քրեական ենթամշակույթ, որի մասին նաեւ վարչապետը վերջերս խոսեց, կա կախվածություն ունեցող երիտասարդներ, որոնք եւ իրենք ունեն խնդիրներ եւ իրենք նաեւ խնդիրներ են ստեղծում այդ միջավայրում։ Տիկին Կարապետյան, երբ ՄԻՊ-ը զբաղվում է այս խնդիրներով, որքանով է այդ շփումը անկեղծ բանակի, զինված ուժերի եւ ՄԻՊ-ի միջեւ, այսինքն որքանով է բանակը բաց գոնե ՄԻՊ-ի առջև, չհամեցեք։ Տեսեք, մեր մշտադիրարկման այցերի, զորամասեր իրականացված այցերի ընթացքում մենք անձամբ առանձնազրույցներ ենք ունենում զինծառայողների հետ եւ զինծառայողները իրենք անձամբ ներկայացնում են արկա խնդիրները։ Մեր հարցումները, որոնք որ իրականացվում են Պաշտպանության նախարարության ուղղված հարցումներին, եւս մենք ստանում ենք պատշաճ պատասխաններ։ Այսինքն այս մասով պետք է ասեմ, որ համագործակցությունը բավականին կառուցողական է, բայց խնդիրներ բնականաբար քրեական ենթամշակույթի հետ կապված մենք եւս արձանագրել ենք, դա արտացոլված է նաեւ Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ, պատճառը հետևանքային կապ բնականաբար տեսնում ենք զինծառայողների նկատմամբ բռնության եւ վատ վերաբերմունքի մասով։ ՄԻՊ-ը արձանագրում է, որ բռնության նվաստացման, ոչ կանոնադրական հարաբերությունների, անգամ մահվան դեպքերի հիմքում հաճախ կանգնած են կարգապահական խախտումներ եւ ոչ իրավաչափ վարքագիծը եւ քրեական ենթամշակույթը նպաստում է հենց այդ միջավայրի ձևավորմանը, որտեղ իրավունքի գերակայությունը փոխվում է ոչ ֆորմալ կանոններով։ Այս մասով Պաշտպանի դիտարկմամբ պայքարը չափազանց կարեւոր է եւ պետք է տարվեն աշխատանքներ մի քանի ուղղություններով։ Այդ թվում օրինակ պետք է զորակոչվող անձանց վերաբերյալ ստացվեն բավարար տեղեկություններ, տեղեկությունները փոխանցվեն զինկոմիսարիատներ, որից հետո զորակոչվելուց հետո զինկոմիսարիատներից կոնկրետ զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները, որոնք օրինակ ստացվում են դպրոցներից, անհատական բնութագրերը։ Բնութագրերում արտացոլվեն հավաստի տեղեկություններ, դրանք չլինեն տիպային, եւ դրանք բնականաբար հետագայում հնարավորություն կտան հրամանատարությանը անհատական աշխատանքներ տանել այս դեպքում քրեական ենթամշակույթ կրող խմբերի հետ, իսկ աշխատանքների բաղկացուցիչ մաս պետք է լինեն նաեւ հոգեբանների եւ սպա իրավաբանների մասնակցությունը։ Այս մասով էլի պետք է անդրադառնամ հոգեբանների եւ սպա իրավաբանների հաստիկների համալրման կարեւորության հարցին։ Շնորհակալություն, Տիկին Մալիքյան, ավելացնելու բան ունեք, համեցեք։ Այո, ուզում եմ նշեմ, որ իրականում վերջին տարիներին ակնհայտ է, որ Պաշտպանության նախարարությունը ավելի փակ է հասարակական վերահսկողության տեսանկյունից, չի ապահովում դա եւ ընդհանուր առմամբ երկխոսությունն էլ այդքան արդյունավետ չէ։ Մեր կազմակերպությունը տարիներ առաջ օրինակ շատ ավելի մեծ մուտք ու հասանելիություն ուներ այդ թվում նաև բարձելու մարդու իրավունքների խնդիրները հնարավորություն ունեցել ենք, եւ զորամասերը այցելել եւ խոսել եւ զինծառայողների հետ եւ անձնակազմի, իսկ օրինակ այս հետազոտությունը իրականացնելիս, որի նպատակն էր բացահայտել հենց դատական պրակտիկայի միջոցով, թե ինչ բռնության դեպքեր կան, ինքնասպանության պատճառները։ Ներողություն, խոսքը որ հետազոտության մասն է, մենք գիտենք, բայց ունկնդիրները այս տարի իրականացրել ենք հետազոտություն վերջին 5 տարվա ընթացքում դատական պրակտիկայի հիման վրա, ուսումնասիրություն, վերջին 5 տարվա ընթացքում զինված ուժերում բռնության դեպքերով եւ ինքնասպանության հասցնելու դեպքերով քրեական գործերի եւ դրանցում բացահայտված, ասենք, առանձնահատկությունների տեսանկյունից, որի նպատակն էր մի կողմից բարձել, թե ինչպիսի դրսևորումներ կան, որոնց արդյունքում այդ բռնությունը կամ ինքնասպանությունը տեղի է ունենում, մյուս կողմից գնահատելու, թե ինչպիսի արձագանք է, այդ ունեւ պատժողական քաղաքականությունը ինչպիսին է պետության եւ արդյոք դա կարող է կանխարգելիչ դեր ունենալ ապագայում։ Եվ հետազոտության շրջանակներում, բացի դատական պրակտիկայի ուսումնասիրությունից, մենք ու դա պարտադիր, ասենք, մեթոդոլոգիական մաս է, բոլոր շահագրգիռ կողմերի հետ իրականացում ենք փորձագիտական հարցազրույցներ, իրենց կարծիքը, իրենց տեսլականը հասկանալու եւ քննարկելու, բացահայտված ինչ որ խնդիրները։ Պետք է
նշեմ, որ եւ զինվորական դատախազությունը եւ քննչականը մասնակցել են, այսինքն կարողացան իրենց հետ խոսել, իրենց դիրքորոշումը բարձել, իսկ պաշտպանության նախարարությունը կտրականապես հրաժարվել է որևէ ձևաչափով որևէ հարց քննարկելու, պատճառաբանելով, որ զբաղված են, այսինքն որևէ անձ, որևէ պատասխանատու անձ ամբողջ նախարարությունում երբևէ մի քանի ամսվա ընթացքում ազատ ժամ կամ կես ժամ չի ունեցել, որպեսզի խնդիրները քննարկել, ներկա չեն եղել նաև քննարկմանը, որը բաց քննարկում են կարել կրկին դատախազությունից եւ քննչականից եւ ՄԻՊ-ից մենք ունեցել ենք ներկայացուցիչներ, որտեղ ամեն մեկը ունի իր տեսանկյունից, իր աշխատանքի տեսանկյունից, ինչ որ բացատրություններ, ինչ որ վերլուծություն եւ այլն, ու շատ կարեւոր է, որպեսզի ներառական լինի քննարկումները բարձելու, նաև լսելու ինչ որ խնդիրներ եւ դրանց վերաբերյալ արձագանք ունենալու կամ ինչ որ միջոցառումներ ձեռնարկելու, ու սա մեզ համար ցուցիչ էր, որ հասարակության հետ, այսինքն հասարակական կազմակերպությունների հետ, իրավապաշտպան կազմակերպությունների հետ պաշտպանության նախարարությունը կարծես թե հապաղում է համագործակցել այդ առումով ի տարբերություն նախկին տարիների, երբ որ կրկին ասեմ, թեև կրկին փակ համակարգեր, բայց ունեցել ենք ավելի դրական փորձ։ Մյուս կողմից պետք է նշեմ հենց քննության արդյունավետության առումով։ Շատ կարևոր է հասկանալ, որ մի կողմից մեր քրեական օրենսգիրքը շատ խիստ տեսակներ է նախատեսում այս ամենի համար, մյուս կողմից փաստացի գործնականում բոլոր այդ ուսումնասիրված գործերով միայն ինքնասպանության դեպքերում էր, որ ազատազրկում է, այսինքն ռեալ պատիժ է նշանակվել, ասենք, եթե անձը մեղավոր է ճանաչվել, մնացած բոլոր դեպքերում, անկախ հետևանքներից, բռնության գործադրման դեպքերով, միշտ պայմանականորեն պատիժը չի կիրառվել։ Անգամ ընդհանուր միջով 8 տարի ազատազրկում օրինակ ինչ որ անձին նշանակվել, բայց չի կիրառվել, ու սա մեզ համար կրկին ցուցիչ է, որ արձագանքը պետության գուցե այդքան արդյունավետ չէ, որովհետև սա մեսիջ է ուղարկում մնացած անձանց, որ ինչ էլ կատարվի բանակում, բացի սպանությունից, պայմանականորեն, հա, ըստ էության կամ հաշտություն կարող է կնքել տուժողի հետ, կամ արագացված ընթացակարգով շատ ավելի մեղմ պատիժ կնշանակվի, որը պայմանականորեն չի կիրառվի։ Իսկ պետք է փաստեմ, ընդհանուր մեր աշխատանքային փորձը վկայում է այն մասին, ու մենք տարիներ շարունակ, այդ թվում նաև դիտորդական խմբի անդամ ենք քրեակատարական հիմնարկներում, աշխատել ենք տարբեր անձանց հետ դատապարտված, եթե անձը ռեալ պատիժ չի կրում, չի ընկալում, որ ինքը պատասխանատվության է ենթարկվել, ինչքան էլ ձևական առումով դա էլ է պատասխանատվության ձև, բայց ըստ էության ստացվում է, որ անձը եթե սպանության չի հանգեցրել ինչ-որ գործողություններ, ցանկացած բռնության դրսևորում ըստ էության ռեալ պատժի չի հանգեցնում եւ ապագայում էլ կանխարգելիչ դեր չի ունենում։ Շնորհակալություն, Հատիկին Կարապետյան, Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան զեկույցներ, ամեն տարի այդ զեկույցները կան, ամեն տարի արձանագրվում են խախտումները, խնդիրները, կա վիճակագրություն, դիցուք 20 թվականից այս կողմ ինչ է փոխվել, տարեկան զեկույցները արձանագրել եք եւ որևէ փոփոխություն հաջորդ տարվա զեկույցում կա թե ոչ, թե ամեն տարի արձանագրում ենք նույն խնդիրը եւ շարժվում առաջ նույն ցավալի վիճակագրությամբ, համեցեք։ Ինչպես արդեն իմ խոսքում նշեցի, 2025 թվականի տարեկան հաղորդմամբ արված առաջարկների կատարողականի բավականին զգալի լավ ցուցանիշ ունենք դրական, այսինքն պաշտպանի առաջարկների մի մասը կատարվել է, մի մասը դեռևս կատարման փուլում է, ինչը խոսում է այն մասին, որ առաջընթաց ունենք։ Սակայն պետք է մյուս կողմից էլ նշեմ, որ կան համակարգային խնդիրներ, որոնք ցավոք սրտի պահպանվել են 2000 օրինակ 23, 24, 25 թվականների ընթացքում, բայց աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, որպեսզի այդ խնդիրների մասով եւս լուծումներ գտնվեն։ Շնորհակալություն Տիկին Մելիքյան, նախընտրական շրջանը եւ կուսակցությունների դաշինքները ներկայացնում են իրենց ծրագրերը նաեւ զինված ուժերում փոփոխությունների հետ կապված, դուք երկար տարիներ զբաղվում եք այս խնդրով եւ նաեւ ծանոթ եք այն բարեփոխումներին, որոնք ամեն տարի ներկայացվում է այս ոլորտում եւ ցավալի վիճակագրությունը ցույց է տալիս, որ էական լուրջ որակական փոփոխության դեռևս չենք հանգել։ Նախ կուսակցությունների ծրագրերի մասով ծանոթ եք, թե չէ ով ինչ է առաջարկում, եթե չէ բարեփոխումներին անդրադառնանք, որոնք կարծես թե դոփում են։ Ընտրական ծրագրերին այս առումով անկեղծ ասած ծանոթ չեմ, բայց ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ շատ կարևոր է, որ ցանկացած բարեփոխում, այդ նաև հատկապես զինված ուժերում լինի մասնակցային եւ այդ խնդիրները, որոնք որ վերհանվում են,
համապատասխան լուծում ստանան նաև օրենսդրական մակարդակում։ Անցյալ տարի ունեցանք մի քանի նախաձեռնություն իրավական, որի վերաբերյալ շատ կտրուկ անհամաձայնություն քաղաքասարակության կազմակերպությունները հայտնեցին, չընդունվեց այդ նախաձեռնությունը եւ այլն։ Իսկ անկախ ամենից հատկապես նման խնդիրները շատ կարեւոր են եւ հենց այս տարի, քանի որ մշակվում են նոր ռազմավարություն, մարդու իրավունքների, արդարադատության ոլորտում եւ այլն, շատ կարեւոր է, որ զինված ուժերում բացահայտված խնդիրները ստանան նաեւ այդ մակարդակում համապատասխան լուծում, այդ թվում նաեւ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները եւ այլն, եւ որպիսի իրոք մոտեցումը ոչ թե դրվագային լինի եւ մենք պարզապես ձևական զեկուցենք, որ սա են կարել կամ նա են կարել, բայց ըստ էության որակական փոփոխություն լինի, որովհետև այդ ժամանակահատվածում, ինչպես բազմիցս այսօր արդեն նշել ենք, պետությունը պատասխանատու է անձի առողջության, կյանքի համար եւ այլն, եւ այդ ծառայությունը ոչ միայն պարտականության կատարում է, այլ այն պետք է լինի արժանապատիվ պայմաններում եւ անձի ոչ առողջական վիճակը վատթարանա այդ ընթացքում, ոչ էլ ենթարկվի վատ կամ նվաստացնող վերաբերմունքի, որպիսի անգամ եթե ծառայությունը ավարտել է, դա այսինքն այդ տրավման իր հետ հասարակություն չտանի եւ այլն, այսինքն բոլորս պատասխանատու ենք իրականում այդ անձանց առողջության ու կյանքի համար, հատկապես խաղաղ պայմաններում, ուստի այո, այդ բարեփոխումները պետք է լինեն ավելի համապարփակ եւ գուցե մասնակցային ավելի։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան, օրենսդրությունը, նաև այն փաթեթները, ռազմավարությունները, որոնք այսպես տարիների ընթացքում տեսնում ենք անվերջ ռազմավարություններ, դրանք թույլ տալիս են համակարգը բարելավելու, թե ամեն դեպքում ունենք թղթին գրված ինչ-որ օրենքներ, կանոններ, ծրագրեր, կենացներ, իսկ իրական կյանքը այլ ճանապարհով է կարծես, համեցեք։ Բնականաբար օրենսդրական նախաձեռնությունները, օրենսդրական բարեփոխումները ունեն նաև խնդիրները լուծում են մի շարք խնդիրներ, այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց հետ պաշտպանը համաձայն չէ կամ պաշտպան համաձայն չէ եւ ներկայացում են պաշտպանի կարծիքին, մենք այդ մասով տալիս ենք մեր բացասական դիրքորոշումը եւ հանդես ենք գալիս, պաշտպանը հանդես է գալիս հայտարարությամբ որոշ դեպքերում նաեւ իսկ ընդհանուր առմամբ բնականաբար եթե նախաձեռնությունը դրական է, դրական փոփոխությունների է հանգեցնում։ Տիկին Մելիքյան, նույն հարցը նաև ձեզ եմ ուղղում, քանի որ ամեն դեպքում բանակը եւս մեկ անգամ նշենք տաբու թեմա է եւ այս թեմայով շատ զգայուն են զրույցները, շատ բան բարձրաձայն չի ասվում, հենց այդ լռությունը եւ իրականությունը որքանով են հատվում իրական կյանքում։ Իրականում շատ կարևոր է ավելի պարզ եւ թափանցիկ խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են, ինչպես նշեցինք, որոշ երևույթներ հանգեցնում են ընդհանուր մինչև մահվան, անձանց, որից կարելի է խուսափել, եւ եթե մենք որպես հասարակություն պատշաճ գնահատականի չարժանացնենք այդ դրսևորումները, օրինակ բռնության դեպքերից գրեթե բոլորը սկսվում են օրինակ սարական բնույթի հայհոյանք հնչեցնելուց եւ փոխանակ օրինակ կարգապահական ինչ-որ միջոցառումներ ձեռնարկվեն ու կանխվի շարունակությունը, անգամ հրամանատարը կարող է իրեն թույլ տալ դրան արձագանքի միանգամից բռնությամբ, ասենք ոչ թե ֆորմալ այն մեխանիզմներով, որոնք առկա է, որովհետեւ էլի ընկալում կա, որ դա շատ ավելի կարեւոր է, քան կարգապահության ապահովումը անձի արժանապատվության տեսանկյունից եւ այլն։ Այսինքն կրկին մենք ունենք մեծ խնդիր այդ քրեական ենթամշակույթի կամ ընդհանուր ենթամշակույթի կամ ինչ-որ ընկալումների եւ ֆորմալ կանոնների բախում ունենք, որոնք որ դեռևս կարծես թե այդ ֆորմալ մեր կանոնները եւ օրենքները միշտ չէ որ գերակա կշիռ են ունենում հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, ասում եմ մինչեւ հրամանատարություն, ուստի շատ ավելի կարեւոր է պատշաճ գնահատական տալ եւ փորձել իրոք կանխել որոշ երևույթների ներթափանցումը բանակ կամ դրանց կոնե նվազեցումը զինված ուժերում բոլորս գիտենք որ իրոք երբ որ անձինք զորակոչվում են իրենք բերում են իրենց հետ իրենց ընկալումները ինչ որ վարկագծի առումով եւ այլն եւ եթե այդ գերակշիռ մասան այսպես ասած այդ կանոններին հավատացող կամ ընկալումներին հավատացող ավելի մեծ է լինում քան այն մյուսը ըստ էության բնականաբար մենք միշտ պարտվելու ենք Ներողություն եմ խնդրում դուք նաեւ ասացիք որ հասարակությունը պետք է պահանջի եւ այլն, բայց նաեւ ձեր օրինակներից մեկում ներկայացրեցիք, որ եթե գործը սպանության չի հասնում, ամեն դեպքում պատժից հնարավոր է լինում խուսափել կողմերի համաձայնությամբ, այսինքն հասարակության պահանջը կարծես այդքան էլ ուժեղ չէ։
Կարող եմ ասել այսպես, ոչ թե հասարակությունը գուցե տեղյակել չի լինում, թե ինչպես են ընթանում այդ բոլոր գործընթացները, որովհետև հրապարակայնություն այդքան չի տրվում կամ ուշադրություն չի դրսևորվում։ Պետք է ասեմ, որ գործընթացում ներգրաված բոլոր դերակատարները կարծես թե ընդունելի են համարում նման լուծումները։ Մենք տեսնում ենք, երբ որ մեղադրողը չի առարկում նման լուծմանը, մենք տեսնում ենք, որ պաշտպանը առաջի խորհուրդը, որ տալիս է իր պաշտպանյալին, այո, համաձայն ընդունի մեղքը, անկախ նրանից ճիշտ է որակվել արարքը, թե ոչ, նույնը ժողովն են խորհուրդ տալիս, հատկապես եթե կան որևէ ենթակայության հարաբերություններ, երբ որ իրոք կամքի ազատ արտահայտման իրականում խնդիր կարող է լինել, այսինքն ֆորմալ իմաստով պահպանվում են ընթացակարգերը, բայց թե իրականում արդյոք հաշտվել են, արդյոք դա խնդիր էր կամ արդյոք լուծվել է խնդիրը, թե ոչ, դա էլ է մեծ հարցեր առաջացնում, նույնն էլ դատարանը։ Այսինքն ընթացակարգերը այնպես են ձևակերպված, որ բացի այդ ինքնասպանության դեպքերից մնացած բոլոր դեպքերում այդ բռնության գործադրմամբ կարող են կամ հաշտվել կամ արագացված ընթացակարգով ավելի մեղմ պատժի դատապարտվել եւ կրկին քննարկումները շահագրգիռ կողմերի հետ ցույց են տալիս, որ իրենք որևէ խնդիր դրանում չեն տեսնում։ Այսինքն ֆորմալ իմաստով արդարադատությունը տեղի է ունեցել, վճիռ կա կամ ինչ-որ հաշտություն կա, որով որ անձը մեղք ընդունում է եւ դա բավարար է համարվում։ Բայց արդյոք իրականում դասերը քաղվել են, արդյոք դա այդ թվում նաեւ նույն զորամասում ինչ-որ քաղաքականության կամ վարքագծի փոփոխության է հանգեցրել, այդ շարունակությունն է դուրս մնում, որը որ պետք է որ հանգեցնի իրավիճակի փոփոխությանը։ Հենց դրա համար ենք մենք ասում, որ շատ մտահոգիչ է, որ այս պատճառների եւ հետևանքների պատշաճ վերլուծություն որևէ մարմնի կողմից չի արվում, որպեսզի մենք էլ տեսնենք նաեւ չափելի լինի։ Խնդիրը սա էր, պատճառները սա են, դրանց վերացման ուղղությամբ կամ կանխարգելման ուղղությամբ մենք ունենք այսպիսի ռազմավարություն, որը որ դրան պետք է նպաստի։ Խոսեցիք ռազմավարությունների ձևական կամ ոչ արդյունավետ լինելուց, ասենք նախորդ ռազմավարության շրջանակներում կար մի միջոց կամ բարբերաբար դրա մասին հայտնվում է, որ հավելված է մշակվել բջջային, հա, որի միջոցով կարելի է խնդիրների մասին զինված ուժերում հայտնել, բայց մյուս կողմից մենք ունենք արգելք համապատասխան հեռախոսների օգտագործման եւ հենց նույն անձը, որը որ կարող է գուցե ուզենա դրա մասին հայտնել, չի կարողանալ դրանից օգտվել։ Այո, իրեն կարող են հաղորդել MIP-ին, բայց մյուս կողմից մենք ունենք կրկին այս ենթամշակույթով կամ ընկալումներով պայմանավորված կանոն կամ տաբու, որ գործտվող կարող է սա դեպքում լինել, եթե խնդիր ես բարձրաձայնում, ուստի պիտի այնքան դիմանաս, քո հոգեբանական դիմակայունությունը ապացուցես, միջև որ ծառայության ժամկետը ավարտվի եւ այլն։ Այո, պետք է նշեմ, որ նաև իմ շրջապատում, երբ ծնողները իրենց զավակներին ուղարկում են ծառայության, առաջին պայմանը խնդրում եմ համբերես, խնդրում եմ չարձագանքես, ոչինչ 2 տարի դիմացիր մի կերպ։ Տիկին Կարապետյան, խնդիրների մասին խոսեցինք, ինչ եք կարծում, ինչ քայլեր են անհրաժեշտ համակարգային լուրջ բարեփոխման հասնելու, որպեսզի նվազի վիճակագրությունը զինված ուժերում, թե սպանությունների, ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների։ Զինված ուժերում վատ վերաբերմունքի բռնի գործողությունների, սպանությունների նվազման ավելի ճիշտ բացառման ուղղությամբ պաշտպանի առաջարկները հստակ ներկայացված են պաշտպանի տարեկան հաղորդման մեջ, մեկ նվազմանը, ոչ թե մենք կարևորում ենք նվազումը, մեզ համար անգամ մահվան մեկ դեպքը խնդրահարույց է եւ պետք է տրվի համակարգային լուծում հարցին, որպեսզի բացառվեն նման դեպքերը։ Ինչ վերաբերում է թե ինչ պատճառներ են ընկած դրանց հիմքում եւ ինչ առաջարկներ է արել պաշտպանը, դրանք հստակ ներկայացված են մեր տարեկան հաղորդման մեջ, կարող եք ծանոթանալ։ Ճիշտ ասած ծանոթացնեմ, բայց համեցեք Տիկին Մելիքյան, նույն հարցը ձեզ։ Ես ճիշտ ասած դեռ կուզենամ մեկնաբանեմ ձեր նախորդ հայտարարությունը, որ դիմացեք, որ սովորաբար հորդորում են, հա, իրենց զավակներին դիմանալ այդ 2 տարին կամ տարի ու կեսը, հա, եւ վերադառնալ։ Իրականում այդ ինքնասպանության գործերից մեկով ու դա բավականին իրոք ցնցող ու հուզիչ էր, թողել էր օրագիր եւ գրառում կար, հա, այդ անձը գրել էր, որ այսքան ամիս փորձել եմ իրոք դիմանալ այս ամենին, բայց անգամ ծնողներին ուղղված է գրառում էր, որ անգամ ձեր հանդեպ սերը եւ գիտակցումը, թե իմ այս քայլը ինչ ցավ ձեզ կպատճառի, այլևս ուժ չի տալիս ինձ դիմանալու այս իրավիճակը։ Ու կարծում եմ հենց միայն թեկուզ մեկ անձ է նման քայլի դիմել ու նման տպավորություն է ունեցել կամ նման զգացողություն է ունեցել ծառայության ընթացքում, մեր պետության համար պետք է այնքան
կարմիր դրոշ լիներ, հա, արձագանքելու, այսինքն զինված ուժերում ծառայություն իրականացնելիս որևէ անձ չպետք է նման զգացողություն ունենա։ Կարող է լինել ֆիզիկական դժվարություն, հա, պայմանավորված ինչ-որ կարգապահությամբ կամ ասենք ինչ-որ վարժանքներով եւ այլն, բայց հոգեբանական նման տառապանք որևէ անձ զինված ուժերի ծառայության իրականացման ընթացքում չպետք է ունենա։ Ու հենց մենք դա պետք է բացառենք ու շատ ավելի կարևոր դեր ստանձնենք եւ բոլորս ըստ էության եւ պահանջատեր լինենք, այդ թվում նաեւ իրավասու մարմինների կողմից համապատասխան քայլեր ձեռնարկելու առումով։ Իսկ կրկին այդ պատճառների վերահանման առումով վարչապետը իր այդ բրիֆինգի ժամանակ կարծես թե ասեց, որ կա նախաձեռնություն կամ համենայն դեպս պատրաստվում է տալ կարգադրություն համապատասխան մարմիններին, որպեսզի հետազոտություն իրականացնեն եւ պատճառները վերհանեն, միայն ողջունելի կլինի, եթե դա անհապաղ իրականացվի, անգամ ուշացած է կարելի ասել։ Մենք չպետք է խոսենք 26 թվականին դրա մասին, դա ամեն տարի պետք է արվի, վերագնահատվի, եթե ինչ-որ բան փոխվել է, համապատասխանաբար դրան շտկվի եւ շարունակաբար բացահայտված խնդիրներին լուծումներ տրվեն, բայց կրկին ավելի լավ ուշացած, քան երբեք չանել դա ու իրոք պետք է ունենանք կրկին խորը վերլուծություն, անկեղծ ամենակարևորը, հա, ոչ թե ձևական ինչ որ նույնաբովանդակ տեքստեր, որոնք որ ոչինչ մեզ չեն ասի, այլ իրոք բացահայտելով այն խնդիրները եւ առաջարկելով այն լուծումները, որոնք կարող են իրական փոփոխության հանգեցնել։ Եթե թույլ կտաք, տպավորություն չստեղծվի, որ զլանում եմ թվարկել, ինչպես ենք մենք տեսնում լուծումը, ի թիվս այլնի պետք է նշեմ, որ շատ պաշտպանը կարևորում է եւ բազմիցս հրապարակային հայտարարություններով է հանդես եկել եւ կարևորել պատշաճ եւ արդյունավետ քննության գործոնը, առաջարկներից մեկը պաշտպանի կարգապահական տույժերի բողոքարկման մեխանիզմների գործնականում արդյունավետության ապահովումն է, հաստիկային թերի համալրվածության հարցի լուծումը եւ մահվան դեպքերի խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մի փոքր մասը վերաբերում է նաեւ առողջության հետ կապված հանգամանքներին, այս մասով կարևորում ենք նաեւ առողջության իրավունքի պահպանման կարևոր անհրաժեշտության հարցը։ Շնորհակալություն, հարց ունեք, նայեցեք, համեցեք, իհարկե խնդրեմ ներկայացեք եւ պետք է խնդրեմ, որ ունկնդիրներն ներկայացնեն։ Շնորհակալություն, բարեձեզ Քնար Խուդոյան, իմպրեսիայի եմ, ես ուզում եի հարցնել որոշակի տարբերություններ կա դատախազության եւ ՊՆ-ի հաղորդած տվյալների միջև եւ դա հիմնականում պայմանավորված է օրինակ այս փոփոխություններով, որ ոչ բոլոր սպանություններն համարվում կապված, այսինքն ոչ բոլոր սպանություններն մահերն համարվում կապված ծառայության հետ, օրինակ զինծառայողը գնացել է տուն եւ տանն է կախվել, դուք ոնց եք վերաբերվում, սա արդյոք արհեստական ինչ-որ միջամտություն է թվերը փոփոխելու, ավելի մեղմ ցույց տալու, թե այս փոփոխությանը դուք ոնց եք վերաբերվում, Եվ ես ուզում եի հարցնել, արդյոք հիմնական լուծումը, ես ինչքան հասկացա մի ներկայացուցիչի զեկույցից, հոգեբանների թիվը շատացնելն է եւ այսինքն ուրիշ, այսինքն օրինակ մարդը ունի հոգեկան խնդիրներ, ինքը ունենա հոգեբան, որի հետ կարող է զրուցի եւ ոնց որ լուծի իր մեջ այդ հարցը, սենց է լուծում պատկերացնում, թե ինչ-որ մեխանիզմով իրեն անհանգստացած հարցն է լուծվում, ինչ-որ ուրիշ recommendation կա, թե մենակ ամենաառաջնայինն է հոգեբանի ներկայացնում։ Մերսի։ Շնորհակալություն, համեցեք։ Ես կսեմ առաջի հարցի առումով պետք է ասեմ, որ մեզ համար կարևոր է, որ բոլոր մահվան պատճառները շատ մանրամասն եւ բազմակողմանի քննվեն։ Ինչպես դուք նշեցիք, հնարավոր է, որ անձը հատկապես եթե պայմանագրային է, այսինքն այդ թվում ինքնասպանություն գործի ծառայության վայրից դուրս եւ այլն, բայց պատճառները կապված լինեն ծառայության հետ կամ ընդհանուր հարաբերությունների հետ եւ այլն։ Դրա համար ենք կարևորում բոլոր նման դրվագների պատշաճ քննություն եւ պատճառների վերհանում ու դրանց ուղղված լուծման քայլերը, որովհետեւ նաեւ բաց է մնում լրիվ կրկին չեն քննարկում երբեք, բայց զինծառայողների կողմից բավականին մեծ թվով ընտանեկան բռնության դրվագներ կան, այդ թվում նաեւ դատարան
իրական հասած, քնված եւ այլն։ Այսինքն կրկին մենք չենք քննարկում ցավոք սրտի պատշաճ, արդյոք սա պոստ-տրավմատիկ, ասենք, իրավիճակի արտացոլումն է, այդ ունեւ պատերազմում մասնակցած զինծառայողների, որոնք տանը ավելի շատ բռնություն է սկսել գործադրել, թե ինչով է դա պայմանավորված, կամ այն ստրեսը, որ ինքը ծառայության վայրում է տանում, բերում է տուն եւ դրանով է պայմանավորված։ Անկամ նման դրվագներ պատշաճ պետք է բացահայտվեն եւ ընդհանրապես վիճակագրություն չպետք է ունենանք։ Հենց դա է նույն այդ հաղորդումը, հա, դատախազության շատ լավ է, որ մենք ունենք վիճակագրություն, նաեւ ինչ որ միտումների վերլուծություն, բայց այդ պատճառների վերհանում եւ դրանց կանխման ուղված ինչ քայլեր են ձեռնարկվում, այդ դա է բաց մնում ընդհանուր առմամբ։ Օրինակ քննարկումներում նույն դատախազության կամ քննչականի ծառայողները նշում են, որ իլերումն քննության, եթե ինչ որ իրավիճակ է բացահայտվում կամ նկատվում են, որ ինչ որ բարքեր կամ ինչ որ վարքագծեր, ինչ որ դրսևորումներ կան, որոնք որ պետք է փոփոխվեն, լրացուցիչ կարգադրություններ են ուղարկում, հա, կամ ինչ որ գրություններ են ուղարկում զորամասեր, որպեսզի ինչ որ վարքագիծ բացառվի եւ այլն։ Բայց մենք դա էլ ընդհանուր առմամբ չենք տեսնում, դրա համար դժվար է գնահատել, որ այս զորամասում կար sense խնդիր, որը որ պատշաճ միջամտության արդյունքում լուծվել է, ենթադրենք հաջորդ տարի կամ չի լուծվել, ու ինչու չի լուծվում, հա, իսկ այստեղ է մեծ հարցը ըստ էության։ Նաև շատ կարևոր է հասկանալ, որ եթե քննություն իրականացնելիս շատ ժամանակ պատշաճ ցուցմունքներ, այսինքն անկեղծ ու իրական ցուցմունքներ չեն տալիս մասնակիցները տարբեր պատճառներով։ Լինում է կրկին արձանագրվել է մի շարք գործերով, որ միանգամից, հատկապես եթե ինքնասպանության կամ սպանության դեպք է լինում, միանգամից ցուցումներ են ստանում այդ ունը վերադասից կամ համաձայնագործներից, որոնք ունեն համապատասխան ազդեցություն, այսպես կասես կամ այնպես կասես, այսինքն ուղղորդում են կոնկրետ ցուցմունք տալու թաքցնելու ինչ որ երևույթներ։ Ուստի եթե քննության ընթացքում հնարավոր չլինի դա բացահայտել իրականությունը, շատ ժամանակ մենք չենք իմանա ինքնասպանության պատճառը ընտանեկան հարաբերություններում ինչ որ խնդիր ունենալն էր, ու անձը այդպես է որոշել իր կյանքին վերջ տալ, թե իրոք ծառայությունում արձանագրված ծառայության ընթացքում արձանագրված խնդիրն է, որը փորձում են թաքցնել եւ այլ պատճառ մեջ բերել, ու այդ դեպքում մենք չենք իմանում ծառայության հետ կապ ունեցողեր ինչ որ է դրվագը, թե ոչ։ Վիճակագրության վարումը Հայաստանի պետական մարմինների կողմից ոչ միայն այս դեպքերով, այլ ընդհանրապես մեծ խնդիր է։ Ամեն մարմին անգամ նույն հարցի շուրջ տարբեր ձև է վարում վիճակագրություն, նույնը խոշտանգումների դեպքում է եւ այլն։ Եվ երբ որ դու պաշտոնական վիճակագրություն ես ուզում նույն ժամանակահատվածի համար, նույն իրավիճակի համար, դու ստանում ես բավականին տարբերվող եւ այդ ունեւ հակասող ինչ որ իրավիճակ եւ չես իմանում վերջը որն է ճիշտ, ճշգրիտ եւ դրա հիման վրա շատ վերլուծություն էլ դժվար է անել, հա, իսկ եթե մենք չունենք միանման մոտեցում։ Համեցեք Տիկին Կարապետյան։ Շնորհակալություն հարցի համար։ Ճիշտ հասկացա, ձեր առաջին հարցը վերաբերում է արդյոք գլխավոր դատախազությունից եւ պաշտպանության նախարարությունից ստացվող տեղեկությունները հակասում են կամ տարբերվում են միմյանցից, որոնք վերաբերում են մահվան դեպքերին։ Պատճառները իմ պատասխանատվությունը դեգնացիա տուն եւ արդեն ձեր զինվորական տարածքից դուրս է եղել։ Հասկացա, պաշտպանության նախարարության համար պաշտպանության նախարարությունը ներկայացրել է պաշտպանին մահվան բոլոր դեպքերը, որոնք մարտական պայմանների հետ են կապված եւ ոչ մարտական պայմաններում են տեղի ունեցել։ Այսինքն մենք ամբողջական տեղեկություն ստացել ենք։ Իսկ ինչ վերաբերում է մահվան դեպքի վերաբերյալ ստացված տեղեկություններին, պաշտպանության նախարարությունը դեպքի հանգամանքները քննություն իրականացնող մարմին չէ, եւ երբ պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է սկսվում, իսկ գլխավոր դատախազությունում վարույթ է նախաձեռնվում, վարույթ նախաձեռնվելու պահից արդեն իսկ ծառայողական քննությունը դադարեցվում է։ Հետևաբար վարույթ իրականացնող մարմնից մենք հանգամանալից տեղեկություններ ենք ստանում մահվան դեպքերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է պաշտպանի լուծման առաջարկներին, մահվան դեպքերը կանխարգելելու մասով հոգեբանների եւ սպա իրավաբանների հաստիքի համալրումը լուծման առաջարկներից մեկն է։ Ոչ թե հիմնական է, այլ մեկն է։ Այստեղ մենք օրինակ դուք հոգեբանական ֆակտորը նշեցիք զինծառայողի եթե ունի գտնում է որ ունի խնդիրներ, դիմում է հոգեբանի եւ լուծում է թե չէ, բայց տեսեք մենք նշում ենք նաեւ սպա իրավաբանին է։ Այսինքն կարևորում ենք նաև զինծառայողի իրավագիտակցության եւ իրազեկվածության բավարար մակարդակի ապահովումը, օրինակ քրեական ենթամշակույթ կրող զինծառայողը պետք է
ունենա բավարար իրավագիտակցություն, լինի իրազեկված, որ որոշակի իրավախախտումների դեպքում ինչ հետևանքներ կարող են առաջանալ։ Խնդրեմ։ Համեցեք իհարկե։ Խնդրեմ ներկայացեք։ Խեչումյան Արմեն, Top News լրատվական, միացված է։ Այսպեսին է հարցած, ըստ ձեր դիտարկումների բռնության դեպքերով հարուցված քրեական գործերը որքանով են հասնում արդարացի հանգուցալուծման, թե կա անպատժելիության մթնոլորտ, ինչը էլ ավելի է նպաստում նոր բռնություններին, եւ եթե կա այդ անպատժելիության մթնոլորտը, ապա դա ինչու է անպատժելիության մթնոլորտը, էլի։ Համեցեք։ Տիկին Կարապետյանին էր ուղղված հարցը։ Համեցեք։ Ահա։ Վատ վերաբերմունքի եւ բռնության դեպքերի մասով, ինչպես նշեցի, բավականին արդյունավետ համագործակցություն ունենք իրավասու մարմինների հետ, սակայն երբեմն պաշտպանի դիտարկմամբ եւ գնահատմամբ եւս քննությունը բավարար չէ, ինչն էլ հանգեցնում է ձեր նշած խնդրին։ Համեցեք Տիկին Մելիքյան։ Մեր հետազոտության արդյունքներով կարող եմ պնդել, որ բացառությամբ ինքնասպանության դեպքերի մնացած բոլոր դեպքերում, ինչպես նշեցի, անկախ նրանից թե անձը մեղավոր է ճանաչում, թե հաշտություն է կնքվում, ըստ էության որևէ անձ այս վերջին 5 տարվա ընթացքում դիտարկված գործերով, հա, ասեմ 50-ից ավել գործ ենք դիտարկել, ռեալ պատժի չի ենթարկվել, այսինքն պայմանական փորձաշրջանով է, հա, ավարտվել ըստ էության, այսինքն նայեք, մի ընթացակարգով մի քանի հոդված կա, հա, այդ բռնության գործադրման վերադասի, ստորադասի կամ համաձայնագիտների կողմից քրականացված է նաև վիրավորանքը, հա, զինծառայողի կողմից մյուս զինծառայողին բանավոր, հա, այսպես ասած, վիրավորել է։ Նման բոլոր դեպքերում, անկախ նրանից անգամ եթե այդ բռնությունը հանգեցրել է կյանքին սպառնացող ինչ-որ առողջական վնասի եւ այլն, այդ դիտարկված գործերով անձինք մի մասը հաշտությամբ ավարտվել է, հա, ասենք գործընթացը, եթե հաշտության ընթացքում կողմերը չեն կնքել, բոլոր դեպքերում արագացված դատաքննություն է տեղ ունեցել, որը նշանակում է, որ գործի հանգամանքների պարզում տեղի չի ունենում։ Այսինքն անձը մեղադրյալը ընդունում է մեղքը, մնացած վավերապայմանները եթե առկա են, էլ որևէ ապացույցների գնահատում, իրական մեղքի հաստատում տեղի չի ունենում, ու դա, ինչպես նշեցի, դերակատարներից բոլորին կարծես թե ձեռք է տալիս, այսինքն բոլորի համար ընդունել է այդ մոտեցումը, եւ դատախազը չի, այսինքն մեղադրողը չի առարկում նման լուծմանը, եւ պաշտպանը, եւ դժողի, եթե ներկայացուցիչ է լինում, եւ այդ մեղադրյալի պաշտպանը ասում ամենարագ ձևն է այդ ամեն ինչը ավարտելու, բոլորի շահերից է բխում, մեկը պայմանական է ստանալու, արդյունքում դրանով կավարտվի խնդիրը, արի չխորանանք, եւ դատարանն էլ ընդհանրապես ըստ էության ընթացակարգով առաջնորդվելով հաստատում է, հա, այսինքն բոլոր այն անձինք, ովքեր որ անգամ մեղավոր են ճանաչվել, անընդհատ մինչև 8 տարի ազատազրկում են ստացել, պայմանականորեն այդ պատիժը չի կիրառվել ու մեզ համար սա խնդիր է պատժողական քաղաքականության տեսանկյունից։ Նայեք, որպես իրավապաշտպան կազմակերպություն, սա հստակ նշեմ, հա, մենք չենք հորդորում կամ կողմնակից չենք, որ անպայման միշտ պետք է կալանավորվեն անձին կամ ազատազրկվեն եւ այլն, բայց նաեւ կարեւոր է, որպեսզի քաղաքականությունը լինի շատ ավելի հստակ եւ նաեւ կանխարգելիչ դերը լինի, հա, որտեղ միայն ձևական դատապարտել է, չէ, արդյունքում մենք ունենում ենք բավականին մեծ թվով դատապարտված զինծառայողներ, հա, դատվածություն ունեցող, բայց ըստ էության դա որպես դաս մնացածի համար տեղի չունենում։ Մյուս կողմից մենք ունենք նաև այլ խնդիր, որ արձանագրել ենք, որոշ արարքներ գուցե եւ հնարավոր կլիներ լուծել կարգապահական միջոցների ձեռնարկան, պարտադիր չի դա քրեական դատավարության, ասենք, դաշտ գնար եւ այլն։ Այսինքն պետք է համաչափ պատասխան լինի, բայց նաև արդյունավետ լինի, որpիսի մենք վստահ լինենք, որ կոնկրետ երևույթներ ստանում են պատշաճ գնահատական եւ մնացած ծառայկիցների համար սա դաս կլինի, որpիսի նման բան այլևս չանեն։ Երբ որ անձինք տեսնում են, որ անկախ ամեն ինչից թե ինչ արել այդ անձը չի դատապարտվել իրականում, ինչպես նշեցի, դա հոգեբանական ընկալման հարց արդեն, հա, եթե կոնկրետ ազատազրկված անձը չի լինում կամ այլ պատիժ չի կրում, ռեալ պատիժ չի համարվում դա, արդյունքում մնացածն էլ գուցե եւ մյուս անգամ համանման արձագանք ցուցաբերեն ու կանխարգելիչ դեր այդ պատժի մենք չենք ունենա։ Չկան արդեն ամփոփ ենք մեր զրույցը, հարգելի գործընկերներ, շատ շնորհակալ եմ ձեր հետաքրքիր քննարկման զրույցի համար, ասեմ վիճակագրություն ենք խոսում, որ պետության վերաբերմունքը զինծառայողների հանդեպ ցույց է տալիս նաև մեկ այլ վիճակագրություն, թե քանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի այլ երկրի քաղաքացիություն ստանում բանակում չծառայելու համար, թե ինչ են անում ծնողները ամեն գնով իրենց զավակներին բանակ չուղարկելու համար,
երբ տաբու թեմաները չենք բացում բանակում քրեական ենթամշակույթի կախվածություններ ունեցող զինվորների եւ առողջական խնդիրներ ունեցող զինվորների մասին ես մի փոքրիկ օրինակ բերեմ հենց այսպես ասած իմ կյանքից, երբ իմ որդին էր ծնվում, դա 25 տարի առաջ էր, ինձ հետ մի կին էր, որի երեխան ծնվել էր ձեռքի որոշակի խնդրով եւ բժիշկը ասաց, գիտեք, մի մտածեք, սա շատ կարող ենք կարգավորել խնդիրը, ասաց, չէ, խնդրում եմ այսպես թողեք, որ հետո նրան բանակ չտանեն, այսինքն սա շատ կարևոր ցուցիչ է, կարծում եմ, հասարակության արձագանքի, թե ինչպես է պետությունը վերաբերվում զինծառայողներին։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, հիշեցնեմ, որ մեր քննարկման թեման էր բռնությունը զինված ուժերում պետության պատասխանատվությունը եւ մեր բանախոսներն էին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնեպետ Վանուհի Կարապետյանը եւ իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը, եւս մեկ անգամ շնորհակալություն, հաջողություն բոլորին։